երեք Սամվել Կարապետյանը խոստովանել է, որ իր համար ընդունել է Քոչարյանի եւ Ծառուկյանի հետ կոալիցիա կազմելը։ Ինչպես եք վերաբերվում դրան եւ ինչ եք կարծում նրանց միասնական տեխնատուն Քոչարյանն է լինելու։ Ես կողմ եմ Փաշինյանին։ Ինչու՞ կասեք։ Որովհետեւ նախ թոշակառուներին բավական շատ օգնում է։ Առողջական մարդիկ կան, որ սկզբնական շրջաններում մահանում էին։ Հա։ Իսկ հիմա միլիոն, միլիոն ու կես, 2 միլիոն տալիս էին, դա իմ կարծիքն է։ Թող խոսե։ Գտնում եմ որ եթե չխանգարեն Փաշինյանին, նա կարող է լավ ղեկավարել եւ պետք է ինքը անպայման անցի, ես համոզված եմ։ Իսկ նրա արած գործերը ույժ պիտի լինել որ չտեսնեմ։ Ես շատ մարդիկ գիտեմ, որ թոշակառու են եղել, կես միլիոն չեն նցել, որ բուժվեն, մահացել են։ Հիմա պետությունը տալիս է 1 միլիոն, 2 միլիոն, պլյուս դրան։ Էլի հողերը մնացել 16000 թոշակ ստացողները հիմա ստանում են 56000։ Բացի այդ, վաճառված դպրոցների ու մանկապարտեզների փոխարեն շինվել է գոնե այդքան, ինչքան վաճառվել է։ Բացի այդ, այլ երկրի քաղաքացին իրավունք չունի սահմանադրությամբ այստեղ վարչապետ կամ նույնիսկ պատգամավոր ընտրվել։ Ժողովուրդը տեսնում է եւ ընտրությունից հետո խորհուրդ կտամ գալ այստեղ էլի տեսնել որ իրոք անցնելու է ժողովուրդը կույս չի մի մասը վախենում է չի արտահայտվում օտար երկրացի քաղաքացին Հայաստանում իրավունք չունի ղեկավար լինելու օրենքն այդպես մի անգամ մենք արել ենք այդպես մի անգամ արել ենք մենք այդպես Ադրբեջանի քաղաքացին դարձել է պրեզիդենտ այստեղ Ասեք անունը Ռոբերտը եղել է այն ժամանակ Ադրբեջանի քաղաքացի Հայաստանի սահմանադրությամբ պետք է լիներ առնվազն 5 տարի այստեղ ապրող եւ այստեղի քաղաքացի հիմա բերել են երկրորդ մարդուն որը էլի Հայաստանի քաղաքացի չէ օրենքով նախ թույլ չի տրվում օրենքով թեկուզ եթե Նիկոլա վատը լինի օրենքով չի կարելի բացի այդ մարդկային մոտեցումը սարեր կան ծունկի է չոքում մարդկանց մոտ Նիկոլա ու օգնելու անհրաժեշտության դեպքում օգնում է իսկ մենք ունենք ղեկավար ես բացասակապես չեմ վախենում արտահայտվեմ Ռոբերտը որ ընդհանրապես բարևելու համար տվեց սպանեց մարդուն ինքը կոնկրետ չէ սպանել տվեց իր տիկնապահը նշանակում է ինքը ես այդ կարծիքն եմ աղջիկս շատ սխալ բան են անում տարբեր ոլորտի մարդիկ են նրանք կերել են այսի եկելա որ մարսացնի կերածները նենց որ չեմ ընդունում Շատ վատ ես ռուսամետների կողմնակից չեմ եւ չեմ ընտրելու եւ վերջ Ես կոնկրետ Ադրբեջանում եմ մեծացել իրանց հետ ապրել ենք բայց մեր գյուղում իհարկե իրանց ազգից չի եղել զուտ հայկական զուտ դպրոցը ամեն ինչը բայց դա Չի մեր հարևաններն իրանք են ուզենք չուզենք պետք է հարևանություն անենք դրա համար պետք է նորմալ մոտենանք այս իրավիճակին ոչ թե թշնամի լինենք բոլորի հետ Երեք Սամվել Կարապետյանը հայտնել է որ իր համար թունելի է Քոչարյանի եւ Ծառուկյանի հետ կոալիցիա կազմելը Գալադա Ես չի ուզենա ոչ նա Գոհ եք ներկայիս իշխանությունից Ինքս արդեն 65 տարեկան եմ ես ուրախանում եմ այն բանով որ ասենք խուլ եմ, ինձ ձերի հեսա կտան, նավշնիկներ, գնացել եմ, անցել եմ, պետությունը դրան աշկերիս տեսողության համար թուլ եմ, գնում եմ, ձերի անցնում եմ, ատամներիս մոմենտով գնում եմ, ձերի անում են, թոշակառույն էտ է պետք, հասկանում եք, ուշադրությունն է պետք, երեխեն էլ է սիրում ուշադրություն, մամայի, լավ մամայի համար, լավ պապայի համար, ինչքան էլ ուզում է լավ, վերջը տենց էլի, Ես դրանով եմ ուրախանում, թոշակս մի 10,000 ավելացրել, դրանով եմ ուրախանում, հասկանում եք, հիմի թե հողը ոնց են անում, ինչ են անում, ում հետ է կիսում, ոնց է կիսում, գազը Ադրբեջանից է գալի, թե Թուրքիայից է գալի, թե որից է գալի, ինչ է անում,
Это Ռուսաստանը շատ է նախանձում։ Նախանձում է նրա համար, որովհետև ես ապրել եմ Ուկրաինա 25 տարի, ես գիտեմ այդ նշանակում Ռուսաստանը։ Միջով հետ ապրել եմ մի տարի Կրասնոդար։ Ես ընդեր շատ այդ մի տարվա մեջ շատ վատ զգացի ինձ, բայց ես 25 տարի ապրել եմ Ուկրաինա, ոչ մեկ չի ասել աշկիտ վերևը ուտա։ Շատ այդ բանով էլի Արիջան, ես պոլիտիկ չեմ, կոշկակար մարդ եմ, բայց էլեմենտարնի բաների համար ես գոհ եմ մեծ ղեկավարության նրանով, որ մարդ է էլի, որոզի անում է, դու կնկանից բաժանվես, դու նորից ամուսնացած, այդ ամենը ինչ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է ֆակտը, որ խանութում հաց լինի, եւ որտեղ սովետ տարիները դուք չեք եղել այն ժամանակները 90-ականները ինչ վիճակ է եղել։ Ինչ 2200 գրամ հաց եմ ստացել ես, ընտանիք եմ պահել մեծացրել։ Բայց այսօրվա դրությամբ սկիչները հաց չեմ դնում արդեն։ Ուրիշ բան։ Ես այդպես էլեմենտարնի բան եմ խոսում։ Ես իրան չեմ ընդունում։ Բայց դրանք երկուսն էլ նույն խմբի անդամներ են եւ նույն թեզն ունեն։ Ոչ մի տարբերություն, մեկը մյուսի շարունակությունն է։ Այնպես որ ես տարբերություն չեմ տեսնում։ Նույնն են դրանք։ Դե դա ակնհայտ չէ խի։ Որևէ կասկած ունեք, նայեք ընտրական ցուցակներին, կտեսնեք պասյանս ասեմ, թե բլոտ ասեմ, այդ ձևի խառնած վիճակա։ Երեք ընդհանուր մի ուժ են, որ թե նախկին ասենք, թե ոնց ասենք, էտա, այս պահին։ Բացասական է ձեր կարծիքը հեսա։ Չէ, դա ասենք ոնց կարելի ասել, բացասական թե դրական, ասում եք կարծիքը, ասում են, որ ակնհայտ է, որ այդ երեքը մի ընդհանուր ուժ են։ Պայքարի ձև են ընտրել մաս-մաս, որոշ էլեկտորատների վրա հիմնվելով առաջ գնան, քաղաքական պայքար է, ժողովուրդը պետք է ընտրի, ով պետք է լինի իր ղեկավարը, յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։